Զորավար Սեպով պատմական վերլուծական կենտրոնում այս տարվա մեր վերջին թողարկումն է։ Բարև ձեզ։ Պարոն Ներսիսյան, ցանկանում եմ այս մեր վերջին հաղորդման շրջանակում քննարկենք թերևս անցնող տարին 2025 թվականը եւ նաեւ թե ինչ է մեզ հնարավորության դեպքում սպասվում 2026 թվականին, որովհետեւ 25 թվականին խոշոր հաշվով կարող ենք համարել որոշակի համատեքստում պետականության ամրապնդման, սահմաններում խաղաղության ու խաղաղության համատեքստում Հայաստան, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ այդ երակողմ չէ, պայմանագրի նախաստորագրման վերաբերյալ, այսինքն տեսնում ենք, որ Հայաստանը 20 թվականից հետո համեմատաբար ամենակայուն տարին է ապրել որպես այդպիսին, եթե համաձայն չեք, խնդրեմ նաև ձեր խոսքում նշեք, բայց միևնույնն է, ոնց կարող ենք ամփոփել 2025 թվականը թե ռազմավարական, թե քաղաքական համատեքստում։ Շատ կարևոր հարց եք տալիս, ես կիսում եմ ձեր տեսակետը, որ իրոք 2025 թվականը այս անցնող տարին մեր ժողովրդի պատմության մեջ այս 30-ամյա եւ ավել անկախության պատմության մեջ ուրեմն բավականին նշանակալի տարի էր եւ նշանակալի էր հետեւյալ առումներով։ Առաջինը, որ իրոք մեր արտաքին քաղաքականությունը հասավ մի բանի, որ Հայաստանի համար դե ֆակտո փաստորեն ապահովեց խաղաղություն։ Մենք չենք ներկայացնում ինչ-որ քաղաքական ընդդիմադիր ուժեր, ոչ էլ մենք իշխանական ուժեր ենք ներկայացնում, բայց մեզ ամենայն դեպս անաչառ գնահատողները ճիշտ կհասկանան, որ մենք ասում ենք այն, ինչ որ դրական է եւ բացասական է երկու առումով էլ, երկու ընդդիմադիր եւ իշխանական թևին վերաբերվող եւ այդ առումով մենք խնդիր չունենք։ Հիմա իրոք անցնող տարում ինչն էր կարևորը, որ փաստորեն օգոստոսի 8-ի այդ երրակողմ համաձայնագրի նախագիծը դա մեր արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր նվաճում էր։ Կարևոր ինչ տեսանկյունից, որ իրոք դա բերեց հանգեցրեց նրան, ինչպես ասում են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կնքահայրությամբ, որ մեր երկու ճշնամատ այս 30 տարի ավել չէ, ճշնամաբար տրամադրված պետությունները ու ժողովուրդները արդեն ոնց որ թե աստիճանաբար գնում են խաղաղության։ Ով որ դա շղթում է, նա չի ուզում այս պետության քաղաքական ապագան լավ տեսնել։ Մենք էմոցիաներով պետք է չառաջնորդվենք, մենք պետք է իրականությունը տեսնենք բաց աչքերով։ Հիմա 25 թիվը նաև այդ առումով ինչի մեր համար ինչ որտեղ որոշիչ եղավ, որովհետև ռուսական կայսերապաշտական ծրագրերը այս տարածաշրջանում ապրեցին տեղատվություն։ Ռուսաստանի պրեզիդենտի ուրեմն այն համոզմունքը, որ կարող է ինքը մի քանի օրվա ընթացքում լուծել Ուկրաինայի խնդիրը, փաստորեն չիրականացավ եւ ավելի երևի նրանք չէին հաշվառ կարել, որ այդ պատերազմը ի վերջո կմիավորի ամբողջ Եվրոպային Ռուսաստանի դեմ։ Եվ հիմա մենք ըստ իրավիճակի վերլուծություններ անելով, չէ, տարբեր տեսակետներ ենք արտահայտել, հիմա ռեալ իրավիճակը հետևյալն է. Ռուսաստանը այլևս այն Ռուսաստանը չի։ Ռուսաստանը փորձում է մեր պետության, Հայաստանի Հանրապետության հետ, որին ինքը դիտարկել է եւ ոչ միայն մեզ, նաեւ Վրաստանի, նաեւ Ադրբեջանին դիտարկել է որպես իր գաղութը, իր ազդեցության ոլորտը, Ռուսաստանը այստեղից տեղատվություն է ապրում։ Դա կապ չունի, որ այստեղ 102-րդ բազա կարող է վաղը մյուս օրը այդ 102-րդ բազան էլ այստեղից տանել։ Եվ հիմա այստեղ ճիշտ է, միանգամայնորեն ճիշտ է։ Ռուսաստանը եթե տեղատվություն է ապրել, արևմուտքը, չէ, այստեղ ավելի ակտիվացել է, բայց ամենայն դեպս արևմուտքը չի սպառնում մեր անկախությանը։ Ի տարբերություն Ռուսաստանի, արևմուտքը չի սպառնում մեր անկախությանը։ Եվ այդ տեսանկյունից, երբ մենք խնդրին մոտենում ենք 2025 թվականը,
մեր ինքնիշխանության, մեր անկախության ամրապնդման առումով շատ կարևոր տարի էր։ Սա ոչ մեկը իրավունք չունի շղթելու։ Եվ հենց այստեղ երկրորդ կարևոր հարցը, որը վերաբերում է բոլորիս քաչ հայտնի թրիփի, հա, այդ ճանապարհին, խոշոր հաշվով մենք տեսնում ենք, որ այն հոյակապ հնարավորությունը, եթե ռեալ պոլիտիկի դիրքերից ենք նայում, Միջին Միջանցքի համատեքստում, Հյուսիս-Հարավի համատեքստում, տարածաշրջանային, հա, հաղորդակցական ուղիների, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման համատեքստում կարող ենք ասել, որ այս ճանապարհը, որտեվ կարևոր է ի վերջո անունը տալ, շատ հաճախ խոսում են Միջանցքի մասին, բայց բազմիցս պաշտոնապես հայտարարվել է, որ դա լինելու է բացառապես ճանապարհ, նոր մի իրողություն բացել Հայաստանի երրորդ հանրապետության համար, հատկապես տնտեսական համատեքստում։ Հայաստանը ընդհանրապես գտնվում է միջցամաքային ուղիների վրա։ Այսինքն այս տարածաշրջանով են ասնում արևմուտք, արևելք, նախկինում էլ լնում էր, չէ՞, արևմուտք, արևելք եւ հակառակը հյուսիս-հարավ, այդ ճանապարհները։ Հիմա Հայաստանը երկար ժամանակ փակ է եղել բոլորի համար, չէ՞, եւ այս հայ-ադրբեջանական կոնֆլիկտի առումով եւ Ռուսաստանի բացասական վերաբերմունքի առումով, որովհետեւ Ռուսաստանը փորձել է մեր մեջ միշտ արմատացնել այն համոզմունքը, այն հայեցակետը, որ դուք առանց ինձ չեք կարող, որը թութակի պես կրկնում են մեր շատ մտավորականներ եւ շատ քաղաքական ուժեր։ Այսինքն, եթե դու ինձանից ձեռք քաշես, ուրեմն թուրքերը կգան քեզ կկոտորեն։ Այ ասենք հիմա տեսեք, Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից ի վեր քանի թուրք է խախտել Հայաստանի հանրապետության սահմանը, քանի անգամ են թուրքերը կրակել։ Հա, դա մեր ցավն է, անձամբ իմ ցավն է։ Ես էլ եմ ցեղասպանության զոհի հետնորդ ներողություն, չէ՞, բայց կյանք մենք պետք է նայենք ապագային։ Հիմա այս թրիփ ուղին դա միանգամայն նոր քայլ է, որովհետև տեսեք, երբևէ ամենայն դեպս մենք չենք կարող հիշել Լևոն Տեր-Պետրոսյանից հետո ամենայն դեպս երկրորդ եւ երրորդ նախագահների կառավարման շրջանում մենք չենք կարող ասենք հիշել այնպիսի մի դրվագ, որ ասենք մեր պետությանը, Հայաստանի Հանրապետությանը այսքան տեղ տան հզոր, գերհզոր խաղացողները եւ նաեւ ինչի՞ չէ, ոչ այդքան հզոր խաղացողները։ Հիմա եւ Արևմուտքը, Եվրոպան, եւ Ամերիկան, եւ Կենտրոնական Ասիան, եւ Չինաստանը բոլորը հակված են, որ այդ ճանապարհը բացվի։ Այլ հարց է, որ ասենք Ադրբեջանի նախագահը ինքը երբեմն խոսում է նաեւ դա հիբրիդային պատերազմի արդյունք է, որ օգտագործում է, շարունակում է օգտագործել, ասենք Զանգեզուրի միջանցք, չէ՞։ Դա միգուցե ներքին լսարանի համար, այո, եւ իր ներքին լսարանի համար, եւ նաեւ դա հիբրիդային պատերազմ է, որովհետեւ ի վերջո ինչքան էլ նրանք հակված լինեն, Ադրբեջանը, Ալիևն էլ հակված լինի, չէ՞, մեր հետ խաղաղության, որ նրան էլ հիմա իրոք ձեռք չի տալիս պատերազմը, բայց ամենայն դեպս քաղաքականությունը ուրիշ բան է, քաղաքական խոսելաոճը երբեմն չի կարող համադրված դիտարկվել կոնկրետ քաղաքական գործունեությանը։ Դրա համար այսպիսի բան է լինում, իսկ հիբրիդային պատերազմի արդյունքում, հիբրիդային պայքարի արդյունքում Հայաստանի ներքին ընդդիմադիր տարը այդ բոլորը օգտագործում է իշխանությունների դեմ այն ելակետով, թե իբրև տեսեք, այս խաղաղությունը խաբուսիկ է։ Եվ իմ համար նույնիսկ զարմանալի է, որ այս տեսակետին է գնում նաև ՀԱԿ-ը։ Հիմա ինչ է ավարտեմ, հիմա տեսեք, բայց հիմա եթե այդպիսի խնդիր է առաջանում կամ ասենք Ադրբեջանի նախագահը կամ ինչ-որ արտաքին գործոս նախարարը ինչ-որ մի բան են հայտարարություններ են անում այդ առումով, էլի, Զանգեզուրի միջանցք, թեպետ որ նրանք Զանգեզուրի միջանցք տերմինը օգտագործում, բայց Զանգեզուրի միջանցքը նրանք կառուցել են ըստ իրենց ուրեմն ընկալումների, որ գալիս հասնում մինչև մեր բուն Զանգեզուրին են Մեղրիով միջանցքին, որը հիմա պետք է կոչվի թրիփ, չէ, ուղի։ Հիմա մեր ընդդիմադիրները փոխանակ
նման առիթներով հարցը ուղղեն Ադրբեջանի ղեկավարությանը, թե դուք ինչու եք այսպիսի բան ասում, կամ իրոք Զանգեզուրի միջանցքը, ասենք, ներկայիս իշխանությունները տվել են, դրանք դա օգտագործում են որպես առիթ մեր իշխանությունների վրա հարձակման առումով, որը ոչ մի կերպ չի կարող ընդունել լինել։ Հիմա ձեր հարցի պատասխանը ամփոփելով, ասեմ, որ իրոք, տեսեք, ամբողջ աշխարհը հիմա հակված է, որ այս տարածաշրջանում լինի խաղաղություն։ Եվ գիտեք ինչ կա, ասենք, այդ վագոնները, այդ գնացքը, որ գալիս է Ադրբեջանով, Վրաստանով, Հայաստան, նայեք, Օվերչուկը երեք հայտարարեց, չէ, որ դա իրենց էլ է ձեռք տալիս, որ կարող են արդեն իրենք ուրիշ ապրանքներ ուղարկեն Հայաստան եւ նաեւ Հայաստանից էլ ապրանքներ ստանան։ Հիմա ինչ կա այստեղ խոցելի։ Հայաստանը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները մենք էլ ենք այդ մասին խոսել, ներկա իշխանությունների պահին ոչ մեկը չի կարող ասել, որ վատ է։ Չէ՞, ինչքան էլ ասենք հապկին մենք քննադատել ենք կամ 22 թվականի, 23 թվականի ի վերջո ռուս խաղաղապահների նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերից շեղվելու հիմքով ռուսներին ինչ-որ հայտարարություն անելը, չէ, որոնք բնականաբար ճիշտ են, թեպետ որ հակառուսական բոլոր այն ուժերը, որոնք հիմա կան Եվրոպամետ ուժերը, որոնք անընդհատ գիշեր-ցերեկ հայում են ռուսներին, ես դա ճիշտ չեմ համարում։ Դրանից ոչ մի բան, բայց իշխանությունները վարչապետը պահում է իր հարաբերությունները Պուտինի հետ, իսկ Պուտինին հիմա Ուկրաինայում խրված լինելով ձեռք է տալիս, որ մեր հետ պահի այդ բոլոր կապերը, թեպետ որ տնտեսական ուրեմն այդ համագործակցությունը, այդ չգիտեմ ապրանքափոխանակությունը, չգիտեմ ինչ, ես այդ տնտեսագետ եմ, այդ թվերին չեմ տիրապետում, ավելի քիչ է եղել, քան անցած տարի, բայց նրանք էլ են ուզում, որ այդ կապերը օգտագործեն, ավելին ասեմ ձեզ, նույնիսկ ես մտածում եմ, որ շուտով երկաթգիծը կվերականգնեն եւ մենք կլինենք տարանցիկ երկիր, այսինքն մենք պետք է ճիշտ ասենք, այն ինչ որ կա իրականը, դա պետք է ասենք։ Այս բոլորը տեղի ունեցել է 2025 թվականին։ Ինչպես մենք դա չգնահատենք։ Եվ ի վերջո, պարոն Ներսյան, քանի որ դուք մեծամասամբ խոսեցիք արտաքին հարաբերություններից, ինձ նաև հետաքրքիր է, թե ինչպես եք տեսնում հասարակական կոնսոլիդացիան Հայաստանում, հատկապես 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում եւ իհարկե քաղաքական ուժերի այս աստիճան բևեռացումը Հայաստանի Հանրապետությունում։ Ի տարբերություն մեր արտաքին քաղաքականության, որ անկախ է ներքին հիբրիդային պայքարի, մեր պետության ներսում էլ կա հիբրիդային պայքար եւ շատ ուրեմն այդ պայքարը հասել է իր կուլմինացիոն կետին, ահավոր մի բան է կատարում մեր ներքաղաքական կյանքում։ Ուրեմն ի տարբերություն արտաքին քաղաքականության, մեր ներքաղաքական կյանքը գտնում է ուրեմն մի իրավիճակում, որը չի բխում մեր պետության, մեր ազգային անվտանգության, մեր ներքին անվտանգության շահերից։ Այսինքն մեկը ավելի ճիշտ բոլորի դեմ սկզբունքով են գործում եւ անաչառությունը չի գնահատականի հիմքում։ Այսինքն գնում է պայքար իշխանության համար։ Գնում է պայքար իշխանության համար եւ մենք մեր նախորդ հանդիպումների ժամանակ շատ ենք այդ հարցը քննարկել, բայց այդ պայքարը իշխանության համար, ասենք 2024 թվականին, որ ինչ որտեղ բավականին լայն ժողովրդական մասաների հավաքեց այդ սրբազան շարժման այդ կարգախոսի տակ, ի տարբերություն 2025 թվականի դա նվազեց, բայց ամենացավալին այն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն փորձում ամենայն դեպս տեսնել կամ տեսնելով չեն ուզում արտահայտվել այն արտաքին քաղաքականության խնդիրներում հաջողությունների շուրջը, որը գրանցվել է ներկայումս։ Այսինքն, տեսեք, եւ առաջի նախագահի, եւ երկրորդ նախագահի, եւ երրորդ նախագահի կառավարման շրջանում միշտ հայ-թուրքական հաշտությունը եղել է օրակարգում։
հիշեք, ասենք Սերժի ժամանակ ֆուտբոլային, այսպես կոչված, չէ, ֆուտբոլային արձանագրություն, այսինքն նրանք ուզել են, բայց թուրքերը չեն ուզել։ Ինչի չեն ուզել, աշխարհը ինչի չի ուզել, որովհետև մենք հիմա էլի աշխարհին չպետք է մենք մեղադրենք այդ հարցով, էլի մենք սովոր ենք, ասենք 1919 թվականի Փարիզյան վեաժողովից, Սևրի պայմանագրից հետո քննադատել մեծ տերություններին, թե մեզ չտվեցին այս 6 վիլայետները, չգիտեմ եւ այլ, 4 սանջակ Կիլիկիայում եւ այլն, չէ՞։ Մենք սովոր ենք այսպիսի բան անելու, բայց մենք, տեսեք, մի բան չհասկացանք, որ Արցախյան խնդիրը ի սկզբանե դատապարտված էր գնալու փակուղի, մասնավորապես 1998 թվականից հետո, երբ կար ինչ-որ փոխզիջման տարբերակ, որ ինչ-որ բան տայինք, շատ ենք այդ մասին խոսել, լղեի կարգավիճակի, բայց այդ կարգավիճակի խնդիրն էլ շատ ուրեմն հարաբերական է, որ մենք պնդենք, թե կարգավիճակ կտայի։ Դրանից հետո մեր մոտ մինուս է եղել, նրանց մոտ եղել է առաջխաղացումը շատ ավելի քան մեր մոտ, չէ։ Հիմա ամբողջ աշխարհը ուզում էր մի բան, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի, ինչ-որ կերպ պետք է լուծվի, եթե ռուսները չուզենային, այդ տեսեք մենք միշտ ասում ենք ռուսները մեր բարեկամներ են, բարեկամ պետություններ չկա, չէ։ Էլ ենք ասել կան, ինչ-որ քաղաքական իրավիճակում կարող է քո լավը կամեցող երկիր ելնելով իրենց իսկ քաղաքական շահերից, չէ։ Հիմա ասենք ռուսները, որ ուզենային կպահեին Ղարաբաղը, այդ բնապահպանների շարժումներ կչեզոքացնեին եւ այլ, բայց նրանք չուզեցին, որովհետեւ նրանք մեր նման, եթե ոչ մեզնից ավելի շատ դրացիական հարաբերությունների մեջ էին Ադրբեջանի հետ, որի հետ նույնպես հիմա նրանք հաճոյանում են ռուսական նախագահից սկսած, չէ։ Հիմա այդ խնդիրը աշխարհը պետք է լուծեր, մանավանդ այս վերջի լարված իրավիճակում։ Եվ իրենք լուծեցին այդ ձևով, այստեղ կա նաև մեր մեղքի բաժինը։ Երբ որ այդ խնդիրը լուծեցին նրանք արդեն անցան այս տարածաշրջանում ուրեմն խաղաղության հաստատելու, կապուղիները բացելու գործընթացին, որը սովետական շրջանում էլ դա կար, բայց այն ժամանակ ուրիշ էր, չէ՞։ Այդ Ղարաբաղով, Նախիջևանով, Հայաստանով, Տավուշով այդ երկաթգծերը բոլորը աշխատում էին, բայց հիմա դու անկախ պետություն ես եւ երբեւե չի եղել սկսած Հայաստանի առաջին հանրապետության շրջանից 1918 թվականից, որ ի վերջո մենք հստակ մեր սահմանները ճշտենք, ասենք որն է միշտ եղել է վեճ, մինչև Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի խորհրդայնացում, այդ տարածքները եղել են վիճելի, հետո ռուսները ինչ-որ մեկին նվիրաբերել են։ Հիմա նոր քաղաքական պրոցեսներ են եւ այդ սահմանները պետք է ճշտվեն, հստակեցվեն։ Հիմա մենք Արցախը կորցրեցինք եւ բավական է քննարկենք թե ով էր արդար, ով մեղավոր։ Մենք շատ ենք խոսել, չէ՞, բայց հիմա այսինքն ես ուզում եմ ասել, որ Արցախի խնդրով մեր ներքաղաքական հակամարտությունները ոչ միտեղ չտանող երևույթներ են։ Պետք է, եթե իրոք սիրում են մեր պետությունը, մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, պետք է դա մոռանա եւ լծվեն այդ մի գործին։ Իսկ ինչ վերաբերվում է երկու հայի միջազգ մի բան էլ ավելացնեմ, մենք անցած անգամ խոսեցինք եւ եկեղեցուն ներքաշել այս process-ների մեջ, այն դեպքում, երբ որ եկեղեցին հոգեվոր, բարոյական խնդիրների կառույց է եւ քաղաքական հակամարտությունների ժամանակ, ինչպես նախորդ անգամ եմ ասել, էլի բազմիցս եկեղեցին պետք է հանդիսանա միջնորդ հաշտեցնելու միջնորդ։ Հիմա ելնելով ես ինչ որ ասեցի այդ բոլորից, կոնկրետ ձեր մյուս հարցին պատասխանեմ, ես ինքս ենթադրում եմ, որ եկող տարվա ընտրությունների ժամանակ, եթե քաղաքական լուրջ անակնկալներ չլինեն, իսկ ես կարծում եմ, որ այդպիսի անակնկալներ չեն լինի, շատ այնպիսի էական, որ ազդեցություն ունենան, ասենք, այս տարածաշրջանի վրա, ուրեմն 2026 թվականին իշխող քաղաքական ուժի հաղթանակը ձեռնտու է բոլոր պետություններին
այդ թվում իշքան էլ պրոռուսական կամ ռուսական դեպի առ Ռուսաստան սիրով տարված քաղաքական ուժերը պնդեն դրա հակառակը նաև Ռուսաստանին, որովհետև հաստատ ռուսները հիմա չեն ուզենա Հայաստանում իշխանափոխություն թեկուզ այն անձանց գլխավորությամբ, որին մեր ժողովրդի ստվար մի զանգված ատում է։ Այդ իսկ պատճառով ես գտնում եմ, որ 2026 թվականին ամենայն հավանականությամբ ուրեմն այս քաղաքական ուժը կմնա։ Հիմա այստեղ մենք ունենք մի խնդիր, որը թերևս անցավ եկող տարվա վրա, գնաց եկող տարի, պետություն, եկեղեցի այս փոխհարաբերությունների խնդիրն է, ես կցանկանայի, որ այդ խնդիրն էլ մի այնպիսի լուծում ստանար, որ չբերեր լուրջ քաղաքական ցնցումների, հասարակության բևեռացման, եւ այդ խնդիրը անդարդ լուծվեր եւ պետություն, եկեղեցի համատեղ ջանքերով միտված լինեին մի խնդրի իրականացմանը մեր ուրեմն անկախության ավելի ամրապնդման, մեր սահմանների ճշգրտման, մեր հարաբերությունների ընդլայնման, մեր տնտեսական հզորացման խնդիրներին միտված։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Կհանդիպենք 2026 թվականին։ Նաև ցանկանում եմ Զորավար Սեփով վերլուծական կենտրոնի կողմից շնորհավորել ձեր բոլորի գալիք ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Մինչ հանդիպում։